Այսօր մեզ է միացել ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, բարև։ Ինչ է ստացվում, ԱՄՆ-ն բլոկադա է ենթարկել Օրմուզի մուտքը, բայց բլոկադա է ենթարկել արդեն բլոկադայի մեջ գտնվող նեղուցը։ Այստեղ մի տարբերություն կա, որ Իրանը բլոկադայի է ենթարկում բոլոր նավերը բացի իրենց նավերի բնականաբար, իրանական եւ իր գործընկեր երկրների նավերին մեկ-մեկ թողում էր անցնել, ԱՄՆ-ի դեպքում բլոկադան մենակ հենց իրանական նավերին ուղղված մի նավել խփել է։ Հա։ Դրա համար տարբերություն ստեղ որոշ չափով կա ու պետք է հասկանալ, որ Իրանի համար էլ սա նենց չի, որ ծանր իրավիճակ չի, որովհետեւ նավթը հենց իրանց նավթն էլ է այնտեղով վաճառվում եւ նավթը իրանց բյուջեի շատ մեծ մասն է կազմում, դրա համար այստեղ մի կողմից մի քիչ ծիծաղալու կարա այդ պատմությունը հնչի, բայց այդքան էլ ծիծաղալու չէ։ Սա երկար տևող process կարող է լինել, հա։ Այսինքն ով շատ կդիմանա այս իրավիճակին։ Այստեղ ԱՄՆ-ն դիմանալու հարց չունի, որովհետև իրենք ծոցի երկրները քիչ-քիչ սկսել են ուրիշ ճանապարհներով նավթը տանել, երևի դեռ չի հերիքում ամեն ինչը տանելու լիովին, բայց երկարաժամկետ հնարավոր է առանց Օրմուզ նավթ ծախել ծոցի երկրների համար, մի քիչ ավելի թանկ երևի ինչ որ հավելյալ հիմա գումարներ պետք կլինի ենթակառուցվածքների վրա ծախսել, բնականաբար դա ոչ մեկ չի ուզում անել եւ այդ ժամանակաշրջանը ինչ որ 1-2 տարի, 3 տարի կարող է տևել, դրա պատճառով նավթի գները այդ սա ընթացքում բարձր կարող են լինել, բայց ասել որ դա հնարավոր չէ, դա էլ սուտ կլինի։ Իրանի դեպքում ելքեր շատ չկան ուրիշ ճիշտն ասած, այստեղ այդ եթե լոգիկայի մեջ վերցնենք, այո Իրանը երևի մի քիչ սովոր է ճնշված վիճակում գոյատևելու, այն պետությունները Եվրոպայում կամ հենց մերձավոր արևելքի հարուստ պետությունները իրանք սովոր չեն, որ խնդիրներ որևէ կարող են լինել, այդտեղ ինչ որ տարբերություն կա, բայց նույն ժամանակ չեմ կարծում, որ սա տարիներ, այս իրավիճակը տարիներ կարող է տևել, երևի ամիսների մասին խոսքը կար ամենայնական։ Կա տպավորություն, որ նահանգները ծոցի երկրներին մեծ հաշվով լքեցին։ Չեմ կարծում, որ դա այդքան տենց կարելի է ասել, որովհետև լքեցին ինչ է նշանակում։ Այնպես ինչպես։ Դե չկարողացան ինչ որ չափով, բայց եկեք ուրիշ կողմից այս հարցին նայենք։ Այո, ինչ որ չափի հրթիռներ, ինչ որ թիրախների հասան, բայց քանի հրթիռ են խփվել օդում օրինակի համար։ Խփվել է 80%-ը գրեթե հրթիռների եւ դրոնների։ Ես էլ ասենք որոշ դեպքերում 70-ից 80%-ը։ Ու ես կարող եմ ասել, որ երևի շատ քիչ երկրներ աշխարհում կան, որտեղ այդ հրթիռների 70-80%-ը խփվելու էր։ Այն շատ թանկանոց հակահրթիռային պաշտպանության տեխնիկա, որը ամերիկական էր, գնված էր կամ հենց ամերիկայինն էր։ Ուկրաինական ճակատում։ Ուկրաինական ճակատում պետրիոտներ նաև այնտեղ էլ կան եւ աշխատում են, բայց այնտեղ այդքան հրթիռ չի արձակվում իրենց տարածքի վրա միանգամից հատկապես հիմա այդ THAAD կոմպլեքսները ամերիկական, որ $8 միլիոն մի հատ հրթիռը արժի, բայց իրենք իսկականից կարող են շատ բարձր հավանականությունով հրթիռ խոցել եւ օրինակ ես ուրիշ երկիր այս պահին չեմ կարող ասել, որ ունի այդպես տեխնոլոգիա այս պահին։ Այո, թանկը, այո, վերջանում են հրթիռները, չգիտեմ, ինչ որ ժամանակ հետո, բայց դա էլ էր բավականին լուրջ Այսինքն երկու կողմին էլ հրադադարը պետք է այսպես։ Կարծում եմ, որ այո, դրա համար էլ եղավ, այստեղ քաղաքական տարբեր հարցեր էլ կան ԱՄՆ-ում, այս պատերազմը Իրանի հետ ժողովրդի դուրը չի գալիս, կարող է ոչ թե պատերազմը այդքան դուր չի գալիս, այլ որ բենզինի գներն են թանկացել, բայց կարևոր նա է, որ Թրամփի ռեյտինգների վրա շատ վատ էր այս ամեն ինչը անդրադառնում եւ դա էլ մոտիվացիաներից
մեկը կարող էր լինել, հատկապես իմանալով, որ նոյեմբերին իրանք էլ ընտրություններ ունեն։ Այսօր իսրայելական հետախուզության տեղեկությունը իսրայելական լրատվամիջոցներն են տարածել, որ իբր Ադրբեջանին հաջողվել է կանգնեցնել կամ զսպել ահաբեկչությունը Բաքու-Ջեյան նավթատարի գազատարի նկատմամբ, ինչքանով կարող է սա հավաստի լինել, հաղորդում են միայն իսրայելական լրատվամիջոցները, Իրանի կողմից այդպիսի բան է նախաձեռնվել։ Ճիշտն ասած, կարող է մանիպուլյատիվ լինել, որովհետև իսկ ինչի աղաբեկչություն, եթե որոշել են, որ անպայման այդ վնասը ուզում են տան հրթիռով կային խփեին, եթե որոշել են, որ ուզում են անեն, կանեին, որտեղ այդ երկիրը Ադրբեջանում տենց ենթակառուցվածք ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան Իրանի համար, քան ասենք Էմիրություններում կամ Իսրայելում կողքն է գտնվում, այդ իմ ասած հակահրթիռային պաշտպանության այդ մակարդակի կոմպլեքսներ չունի, դրա համար կարծում եմ, որ մանիպուլյատիվ է, նույն ժամանակ մենք ունեինք Իրանի կողմից ճնշում Ադրբեջանի վրա ակնհայտ, որ իրենք որևէ սխալ քայլերի չդիմեն, եւ դա աշխատեց, մենք տեսանք բոլորս այդ Նախիջևանի аэроպորտին հարվածը, հետո կոշտ բավականին հայտարարություններ եւ ամեն ինչը մեղմացավ շատ արագ։ Բանակցությունները այսօր շատ հեղեղուկ վիճակում են, մեկ ասում են կլինի, մեկ ասում են չէ, իրանական կողմը իբր դեռ որոշում չի կայացրել։ Բանակցությունների ձախողումը կնշանակի պատերազմի վերսկսում։ Անպայման չէ, 100%-ով դա չի կարելի ասել, համել պատերազմ երբ ստեղ հարցը կլինի մյուս հարցը, դա չի կարող է ձախողվի մեկ տարուց էլի պատերազմ լինի օրինակի համար։ Կես տարուց լինի, կարողա չլինի, կարողա բլոկադան փորձեն շարունակեն, բայց պատերազմ չլինի, բայց այսինքն դա թույլ է տալիս հետևություն անել, որ հրթիռային եւ դրոնային պատերազմը կոնֆլիկտի հանգուցալուծում չբերեց։ Կարծում եմ, որ դեռ չէ, կոնֆլիկտը կարող է լուծվել երկու դեպքում, եթե կողմերը պայմանավորվեն, կամ էլ ինչ-որ կողմը կամ էլ ցամաքային գործողություններ եւ շատ ծանր պարտություն ապրի եւ համաձայնվի ամեն պայման։ Էլի կողմերը պայմանավորվում են վերջում, էլի ստացվում է ավելի վատ պայմաններ։ Ցամաքային դե Թրամփի հայտարարություններով եթե դատենք, ոչնչացված էր ամեն ինչ եւ պետք է ծնկի գար Իրանը, ինչը տեղի չունեցավ։ Դե որտեվ գետնին զորք չկա, ծնկի գալը ինչ է դա նշանակում, ասենք։ Կարող է ոչ մի հատ զավոդ չլինի երկրում օրինակի համար, էլ բայց ղեկավարությունը չհամաձայնվի փաստաթուղթը ստորագրի, ոնց ստիպես։ Այստեղ դժվար Ինչու չգնացին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ցամաքային գործողության կամ թեկուզ Հորմուզի դեպքում ինչի չգնացին նվաճելու ճանապարհը։ Որտեվ չի լինի նվաճել առանց ցամաքայինի, ինչ բերեն նավերը իրանց այդտեղ կանգնեցնեն, հերթիռները կան, չէ, կամ դրոնները մեկը հերվից։ Այդ Հորմուզի փակելը ինքը շատ պայմանական երևույթ է, դա խո պատ չի բերած այդտեղ շարած կամ նավեր չեն։ Ընդհանրապես դա նշանակում է, որ կարող է հրթիռ կպնի նավին։ Իսկ եթե կարող է հրթիռ կպնի նավին, ոչ մի նավը տեղով չի անցնելու, որտեղ ապահովագրություն չի ստանալու նավը, ոչ մի ընկերություն չի տա ապահովագրություն։ Հերիքա շաբաթը մի հատ հրթիռը դե ջրի մեջ ընկնի, պարզ կգան, որ տեղով նավ գրեթե չանցնի ոչ մի պետության։ Դրա համար այդ մակարդակի փակվածություն Հորմուզի պահելու համար Իրանին այդքան շատ պետք չի ռեսուրս ծախսել։ Բայց գրավողի համար շատ ռեսուրս։ Իսկ գրավողի համար պետք է այնքան խորը գրավել, որ իրանք ասեն չկարանան դաժե իմանան այդտեղով նավ անցնում է, երբ անցնում, ինչ է լինում։ Իսկ դա հնարավոր է, ասենք պիտի մի 1000 կիլոմետր մտնեն խորք, ասենք, չգիտեմ, հնարավորը կարող է հնարավոր է, բայց ԱՄՆ-ում չեմ կարծում, որ հնարավոր է այդ պատերազմին սկիզբ տալ, այդ հնարավոր չի, եւ ինչով դա կվերջանա։ Հիմա պատկերացնենք կես միլիոն զորք բերեցին այդտեղ, մտան Թեհրանը գրավեցին, Իրաքի նման պատկերացնենք 3 անգամ ավելի շատ ռեսուրս,
կարողացան գրավեն, հետո ինչ դրանից հետո ամենանին բարձր հավանականությամբ Իրաքի պատմության կրկնություն, չի լինելու այդ երկիրը իսկականից պահել կոնտրոլի տակ եւ քիչ-քիչ սկսելու են ստեղ տերակտներ լինել, ստեղ հարձակումներ, 10 տարուց էլ դուրս է գալու ինչ որ ասենք Իրաքից 10 անգամ ավել կորուստներով ու ոչ մի բան չի փոխվելու երկրում, ավելի վատ կարող է դառնալ։ Դրամ այդ ինձ թվում է ԱՄՆ-ում գոնե բոլոր պետական ինստիտուտները հասկանում են։ ՆԱՏՕ-ն ինչու հեռու մնաց այս պատերազմից։ Ինձ թվում է այստեղ շատ ակնհայտ էր ամեն ինչ, եթե իրանց մի տարի հետները համարյա քֆուրով են խոսում եւ իրանց հարցում իրանց ուզած ձևի չեն աջակցում, հետո իրանց չեն ասում, որ պլանավորում են հարձակվել, հետո անցնում է 2 շաբաթ, ասում են ինչի մեզ չեք օգնում, մի քիչ դա ինձ թվում է այդքան էլ տրամաբանական չի այդ իրավիճակում ասել վայ թռնում ենք գանք ձեզ օգնենք բոլորս։ Համ էլ ինչը որ ինքը իրանց խնդրում է, դա հնարավոր չի անել։ Այդ որ ասում է Օրմուզը եկեք բացեք, նոր մենք խոսեցինք, որ դա նավերով հնարավոր չի անել։ Մինաները ջրից կարան հանեն, բայց դրոն միշտ էլ կարա թե թռնի, օրինակի համար։ Ու ՆԱՏՕ-ի ռեսուրսները, որ համեմատենք, այո, օդուժ ինչ որ չափով ունեն, բայց չեմ կարծում, որ այդ պատերազմի մեջ այդ օգնությունը կարող էր լուրջ բան փոխել։ Դե ի պատասխան Թրամփը սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Չի կարա, որովհետև դեռ անցած ադմինիստրացիայի ժամանակ իմիջայլոց Ռուբիոյի օրենքներ, Մարկո, որ նախագահան առանց կոնգրեսի որոշման ՆԱՏՕ-ից չի կարա դուրս գալ։ Այս կոնգրեսը ՆԱՏՕ-ից դուրս գալու համար կարծում եմ, որ չի հնարավոր չի դա։ Դաժե բանը հանրապետական կուսակցության ինձ թվում է կեսը կոնե չի ձայն տալ նրան։ Լեոնիդ, մեր հանգամանքը դնենք մի պամիկո, դիտարկենք իրանական կոնֆլիկտի որ հանգուցալուծումը կփոխի Ադրբեջանի։ Կփոխի ինչ իմաստով։ Ռեգիոնի նկատմամբ, հայ-ադրբեջանական օրակարգում, հարևանների նկատմամբ հարաբերություններում։ Կարծում եմ հաշվի առնելով Իսրայելի հետ սերտ ռազմական շատ տարբեր երևի օպցիաներ կան, թե այս ամեն ինչը ոնց երկարաժամկետ կարող է Թրիպի պայմանագիր Վաշինգտոնի Թրիպի վրա արդյոք ինձ թվում է Թրիպի վրա երկու պայմանում կարող է ազդել։ Եթե ԱՄՆ-ն շատ ծանր պարտություն տաներ եւ ԱՄՆ-ին լսել պետք չլիներ էլ այդքան շատ, որ չվախենային ԱՄՆ-ից, Ադրբեջանը կարող է չուզենար Թրիպը անել, օրինակ փորձեր հետ բերել օրինակ իրենց մոտեցումները ավելի կոշտ։ Մյուսը, եթե Պարսկաստանը շատ տենց հակառակ նույն Պարսկաստանը ինչ որ մի հատ իրավիճակում հայտնվի, այս պատերազմից հետո ավելի որ իր խոսքը ավելի կշիռ ունենա եւ ասի Թրիպը չեմ ուզում։ Ու ամենահետաքրքիրն է, որ այս երկուսը կարող են շատ լավ համընկնել, ստացվում է, որ Իրանը շատ լավ հաղթում է այս իրավիճակում, ԱՄՆ-ն էլ ինչ որ իր ավտորիտետը լուրջ ընկնում է, բայց մենք այս պահին ոչ են չունենք, ինձ թվում է, ասենց ինչ որ միջանկյալ վիճակում են գտնվում, կարծում եմ երկու կողմն էլ չեն կարող են ասել, որ հաղթել են, կարող են ասել, որ պարտվել են երկուսն է։ Բնականաբար երկուսն էլ ասում են, որ հաղթել են, բայց հաղթելա երևի Իսրայելը այս դեպքում մեծ մասամբ։ Որ Ամերիկային ներքաշել է այս պատերազմը։ Որ Լիբանանի հետ իր հարցերն կարում իմալուց եւ Իրանն էլ ահագին թուլացավ, օբյեկտիվ որ խոսանք, ահագին։ Որովհետեւ կորցրեց պրոքսիներին։ Բացի պրոքսիներից, այդքան 15000 թռիչ կա ռազմական իր տարածքի վրա անցել այս երկու օդուժի կողմից։ Քանի օբյեկտ է ոչնչացվել, հակաօդային պաշտպանության գրեթե չկա, բացի այդ ինչ-որ փոքր կոմպլեքսներից բանակը լուրջ կորուստներ ունի։ Այդքան կորուստի դեպքում այսպեսի կոշտ դիվանագիտական լեզու բանակցություն։
Դե որովհետև ասում եմ, եթե գետնի վրա չկաս, չի լինի օդից պատերազմ հաղթել, դա հնարավոր բան չի գրեթե, հատկապես sense մեծ երկրի դեպքում։ Այո, 15000 հատ թռել են, բայց որ ասում է սաղ ոչնչացրել են, սաղ ոչնչացնելու համար կարող է 100000 հատ պետք լինի, դա էլ այդքան չի լինի օրինակ անել։ Այստեղ այդ հայտնի բան է, որ մենակ օդային կոմպոնենտով դժվար է պատերազմ հաղթել։ Ուրեմն պետք է դե էլիտան ջարդվեր, ասեր հերիքա չենք ուզում, որ սենց լինի։ Ժողովուրդը մեխ կա օրինակի համար, բայց այնտեղ կարծում եմ այդ մոտիվացիան իրանց մոտ այդքան իրանց չի հետաքրքրում։ Լեոնիդ, կան տվյալներ հայ-ադրբեջանական ռազմական բալանսի վերաբերյալ։ Կարծում եմ, որ շատ մեծ նորություններ դեռ չկան, գոնե բաց մամուլում չենք ունեցել, ունենք բյուջեները մյուս տարվա հայտնի են, նորություն չի, 1.4 միլիարդ դոլար եւ 5 մոտավորապես այն կողմից եւ ունենք ամսի 28-ի զենքի ցուցադրումը, որտեղ կարող է մի քանի նոր բանել ցույց տան, որ հայտնի չի այս բանին։ Այդ ժամանակ հետաքրքիր կլինի քննարկել։ Իմիջիայլոց կարևոր հանգամանք է, մենք զորահանդես ենք անում առաջին անգամ այս բոլոր աղետալի դեպքերից հետո ճիշտ վարկագիծ է դա։ Եթե խոսքը նոր զինատեսակների մասին։ Ես կարամ ասեմ, ես ոնց կանեի, բայց ես օրինակ երևի ավելի նույն հրապարակում կամ կարևոր չի, որտեղ Երևանում կարելի էր ցուցահանդես օրինակ բաց տենց կազմակերպել, ցույց տալ այդ ամեն ինչը մոտ գալ նայել։ Այլ ոչ թե զորահանդես։ Այո։ Ընդամենը շատ պրիմիտիվ մոտիվացիա ասեմ դրա համար, ռեսուրս քիչ է դրա վրա ծախսվում, նույն բանը դուք ստանում եք։ Հիմա ստացվում է, որ ահագին ռեսուրս պետք է ծախսել, ասենք, պատրաստվելու համար պայմանական, ինչքան մարդ պետք է դրա մեջ մասնակցի։ Բայց դե տարբեր մոտեցումներ կան, ես այդ մոտեցումը ինքս օրինակ կընտրեի։ Անկամ Ռուսաստանն է հրաժարվել զորահանդեսներ։ Այնտե ուրիշ մոտիվացիա է, որտեղ արդեն 0-ից շատ ավելի բարձր հավանականություն կա, որ այդտեղ կարա մի բան հասնի այդ պարադի ժամանակ։ Բյուջեները հասկանալի է, բյուջեներում տարբերությունն է հասկանալի եւ այդքան էական չի, ինչ ենք մենք ձեռք բերում, ինչ է ձեռք բերում Ադրբեջանը։ Հարցիս իմաստը այն է, որ մեր ձեռք բերածը պայմանավորված է Ադրբեջանի ձեռք բերածով։ Ինչ որ չափով այո, եւ տենց էլ պետք է լինի։ Բնականաբար մեր խաղն էլ մենք պետք է խաղանք, օրինակ ես չեմ ասում, որ ինքը օրինակ հրթիռ առավ, ես էլ պետք է հրթիռ առնեմ, կարող է ես ինչ որ ուրիշ բան պետք է առնեմ, որը նեյտրալիզացնում ասա, բայց դե բնականաբար դու միշտ քո բանակը կառուցում ես ելնելով նրանից, թե ինչ խնդիր ես ուզում լուծել, պաշտպանվել A երկրի հարձակումից օրինակ կամ պաշտպանվել A եւ B երկրի հարձակումից կամ եթե հարձակվեն հակահարձակում անել ինչ որ տարածքներ վերցնել, ըստ նրա ինչ ես պլանավորում, դենց էլ գնումներն ես անում։ Դրա համար եթե Ադրբեջանը 100 հատ տանկ է առնում, անպայման չի դու էլ գնաս 100 հատ տանկ առնես, բնականաբար կարող է ավելի լավ հակահարթիռ, ասենք գումարի կեսը հակահարթիռային հակատանկային հրթիռների ծախսես, մյուս կեսը օրինակ կառավարվող արկերի հրետանային օրինակի համար։ Դուք անձամբ ինչպես եք պատկերացնում մեր անեքսիայի ենթարկված հողերի վերադարձ։ Դա ինձ թվում է ցավոք կարճաժամկետ լուծում չունի այս բանին, որովհետև պատերազմով ես անձամբ համարում եմ, որ մենք ռեսուրս չունենք այդ տենց ռիսկի գնալու, որովհետև դա կարող է բերել ավելի մեծ էսկալացիայի, եթե խոսքը գնում է բանակցայինի մասին էլ, ստեղ էլ դե մեզնից մենակ մի կախված բանը փորձել է դելիմիտացիա, դեմարկացիան ավելի արագ եւ էֆեկտիվ անցկացնել, բայց ինչ որ մի բան ինձ հուշում է, որ իրենք չեն ուզենալու այդ մասերը դեմարկացիա անել մոտակա բավականին երկար ժամանակ, ասենք։ Դրա համար
ինձ թվում է մենակ երկարաժամկետ ստեղ կարելի է դիտարկել հիմա ինչ ռեսուրս ես դու պատրաստ ծախսել այդ 200 քառակուսի կիլոմետրին եւ ինչքան ռիսկերի գնալ ստեղ դա է հարցը մենակ։ Կա նաև արժանապատվության բարոյական։ Համաձայն եմ դրա հետ, համաձայն եմ լրիվ դրա հետ, ես մի բան եմ ասում, որ եթե դրա գինը նաև որ երկիրը կարողա չլինի, օրինակի համար, օրինակ եմ ասում, կամ դրանից ասենք 10 անգամ ավելի շատ տարածք պայմանական, դա երևի չարժի անել, ինչքան էլ դա նվաստացնում է մեզ եւ շատ անդուր է այս ամեն ինչի մասին խոսել, բայց ցավոք ստեղ այս հարցերում էմոցիա չի կարելի օգտագործել ստեղ որոշումները։ Այս թեմաներում որոշում ընդունելուց ով որ էմոցիայով որոշում ընդունում, ինձ թվում է չի կարող հաղթանակ տանել։